Այսուհետ Հայաստանի քաղաքացի դառնալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար առցանց է պետք դիմել։ Գործարկվել է նոր հարթակ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։ Հենց այստեղ է պետք դիմում ներկայացնել։ Հայտարարություններում մարդիկ որոշ դժգոհություններ են բարձրաձայնում։ Կայքում առկա են բազմաթիվ խնդիրներ, իսկ թեժգիծը չի աշխատում։ Ես ուզում եմ վերականգնել քաղաքացիությունը, օնլայն չեմ կարողանում գրանցվել։ Բոլոր փաստաթղթերը կցվում են, սակայն մենք ստանում ենք նույն հաղորդագրությունը, որ փաստաթղթերը կցված չեն պահանջներին համապատասխան։ Մեկ շաբաթից ավելի է, ինչ ես ամեն ինչ անում եմ, բայց ապարդյուն, քանի որ կայքը չի գործում ինչպես հարկն է։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից նշում են, նախագիծը մեծ հնչեղություն է ստացել։ Եթե զանգերի կենտրոնը օրական ստանում էր ամենաշատը 600 զանգ, ներկայում թիվը գերազանցում է 1300-ը։ Ստացվում են զգալի թվով զանգեր, որոնք մեծամասամբ միտված են ստանալու տեղեկատվություն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգով, քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև դադարեցնելու հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ, հայտում ներկայացվելիք փաստաթղթերը կցելու պահանջների վերաբերյալ։ Օրինակ հարցնում են ինչ ձևաչափով է պետք կցել ֆայլը կամ ինչ ծավալով։ Քիչ չեն նաև զանգերը, որոնց ընթացքում պարզվում է, որ հայտը ներկայացնողի կողմից ճիշտ չեն պահպանվել այն ներկայացնելու պահանջները, ինչի պատճառով հնարավոր է չկարողանան ավարտել հայտի ընթացքը, ինչն էլ իր հերթին առաջացնում է որոշակի դժգոհություն։ Ծառայությունից տեղեկացնում են մինչև 15% բաց թողնված զանգեր են ունենում։ Հետագայում փորձում են հետադարձ կապ հաստատել։ Facebook-յան էջով, էլեկտրոնային փոստով, ինչպես նաև e-request համակարգով են մարդիկ փոփոխության վերաբերյալ հաղորդագրություններ ուղարկում։ Ակնկալիքը քաղաքացու այն է, որ սա շատ արագ հերթագրման նման 5 րոպեանոց պարզ քայլերից բաղկացած եւ ոչինչ նախորդ պետք չէ պատրաստել, հենց հիմա արագ օնլայն կդիմեմ, մնացածը հետո է սկսվելու, բայց գործընթացի ողջ ծանրակշիռ կտորը խտացրած է հենց այդ դիմելու process-ի մեջ եւ այստեղ է, որ մենք բազմատիսի ստուգումներ ենք անում, փաստաթղթեր ենք պահանջում, թարգմանություններ եւ այլն եւ այլն։ Հոկտեմբերի 6-ից էր նախագործարկվել համակարգը։ Մարդիկ կարող էին փաստաթղթերը առցանց ներկայացնել, սակայն վարչարարությունը դեռ չէր սկսվել։ Նպատակն էր հասկանալ, թե ինչ հարցեր կարող է առաջացնել հարթակը։ Հիմա արդեն քաղաքացիները իմանալով հանդարտ, որ օրենքը ուժի մեջ է մտել, ավելի ուշադիր են իրենց վերբեռնած գործերին, եւ մենք ակտիվ հավաքագրում ենք ինչպես քաղաքացիների կարծիքներ, այնպես էլ մի շարք նկատառումներ, բողոքներ, դժգոհություններ եւ այդ ամենը հաշվ առնելով շարժվում ենք առաջ եւ իհարկե դրա հիման վրա որոշ տեղերում առաջարկում ենք պարզաբանումներ, բացատրական աշխատանք ենք տամ, խորհրդատվական բնույթի ծառայություններ ենք մատուցում։ Անձը առցանց վերբեռնելով իր տվյալները, որպիսի դիմումն ընդունվի, ունի շտկման ընդամենը 3 հնարավորություն։ Ընդունվելուց հետո պետք է օր ընտրի, ֆիզիկապես ներկայանալու եւ նույնականացվելու համար։ Հիմա այս այցից հետո, երբ մեր օպերատորը ֆիքսում է, որ ամեն ինչ կարգին է, նոր մեկնարկում է մեր վարչարության 90 օրը։ Հունվարի 22-ից են մեկնարկելու ֆիզիկական այցերը։ Հունվարի 20-ի դրությամբ արդեն այդ օրվա համար 114 հաստատված այցելություն կա։ Արդյոք հետագայում հերթեր չեն լինի, ծառայության պետը նշում է, նախկին 7 ամսվա հերթերի հետ չի համեմատվի։ 15 րոպե ենք հատկացնում ընդհանրապես այդ փաստաթղթերի նայման համար, որովհետև փաստաթղթերը նախորդ արդեն մեր գործը վարող օպերատորի մոտ առկա են, հերիք չուսումնասիրված են, դեռ շփում է եղել այդ փաստաթղթերի մասին, շտկումներ են եղել եւ այլն, ընդհանրապես համոզվելու համար, որ այս փաստաթղթերը գոյություն ունեն եւ բնօրինակ են եւ կեղծված չեն, դա է այցի նպատակը։ Իդեպ հունվարին մինչև ամսի 20-ը առցանց տարբերակով 1230 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու, 81-ը քաղաքացիությունը դադարեցնելու համար։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։